Տրայանոս և Ադդե զորավարները պապին ճաշի են հրավիրում։ Հայոց արքան մի քանի թիկնապահների և գնել անձևացի իշխանի ուղեկցությամբ ժամանում է հռոմեացիների ճամբար ու ոչինչ չկասկածելով զբաղեցնում է պատվո գահավորակը։ Ինչպես ներկայացնում է Ամյանոսը, Պապ թագավորի սպանության տեսարանը։ Երբ ճաշկերույթի մասնակիցներն արդեն գինովցած էին, Տրայանոսը դիտավորյալ դուրս եկավ սրահից։ Դրան հետևեց բարբարոս մի զինվորի հարձակումը պապի վրա։ Թագավորը, ով հենց այդ ժամանակ իր բազմոցից մի փոքր կռացել էր դեպի մյուս կողմը, և երբ իր վրա հարձակվող զինվորին տեսավ, վեր կացավ ու հանեց դաշույնը, որպեսզի իր կյանքը որքան հնարավոր է պաշտպանի, սակայն նա վայր ընկավ կրծքից խոցված, որպես ամոթալի մի զոհ, և նողկալիորեն հոշոտվեց հաճախակի հարվածներով։ Այսպիսի անարգ նենգությամբ դյուրահավատությունը խարդավանվեց, օտարականի արյունը փրփրալով թափվեց շքեղ սեղանածածկոցի վրա դեմ հանդիման հյուրասիրության Աստծո հյուրընկալության ժամանակ, որը նույնիսկ Եվքսինյան Պոնտոսի կողմերում խղճամիտ երկյուղածության է արժանանում, և այնուհետև ճաշկերույթի մասնակիցները չափից դուրս հագեցված բոլորովին սարսափահար եղան և փախան։